մեր երկրում ամենաշատ հարցը խաղաղություն լինի, խաղաղություն թողնի յոլակեթանք, ժողովրդական լեզվով ասած։ Անվտանգային հարցերն ամենակ ուրիշ հարց չի անհանգստացնում։ Առանց փող, առանց տնտեսության բանի կարաս էլի միտեղ յոլ, բայց որ թշնամին անընդհատ քեզի ահաբեկում է, դա չես կարող։ Խաղաղությունը միայն սահմանին կրակոցների բացակայությունը չէ, խաղաղությունն այն է, երբ երեխան դպրոց է գնում առանց վախի, մայրը որդուն բանակ է ճանապարհում վստահությամբ, ընտանիքը տուն է կառուցում համոզված, որ վաղվա օրը չի խաթարվելու պատերազմի լուրով։ Բայց խաղաղությունն ինքնաբերաբար չի գալիս, այն կառուցում են ամեն օր, ուժեղ բանակով, գրագետ դիվանագիտությամբ, վստահելի դաշնակիցներով, կենսունակ տնտեսությամբ եւ հարևանների հետ կարգավորված հարաբերություններով։ Աշխարհի բազմաթիվ ժողովուրդներ պատերազմել են, կորստի ցավ ապրել, տարիներ շարունակ ապրել անվստահության ու թշնամանքի մեջ, բայց պատմությունը ցույց է տվել մեկ պարզ ճշմարտություն. հավերժ թշնամանքով պետություն չեն պահում, տնտեսություն չեն զարգացնում, երեխաների ապագա չեն կառուցում։ Ֆրանսիան եւ Գերմանիան երկու համաշխարհային պատերազմներից հետո դարձան միասնական Եվրոպայի հենասյուները։ Հունաստանն ու Թուրքիան խորը պատմական տարաձայնություններով հանդերձ պահպանում են բանակցության ուղիները։ Եգիպտոսն ու Իսրայելը պատերազմներից հետո հասան խաղաղության պայմանագրի, որովհետև հասկացան, որ անվտանգությունը միայն խրամատում չէ, այլ նաև բանակցությունների սեղանին։ Հայաստանի ճանապարհն էլ պետք է լինի այսպիսին, ոչ թե վտանգները մոռանալու, այլ դրանք խելամտորեն կառավարելու ճանապարհ, ոչ թե աշխարհից մեկուսանալու, այլ դաշնակիցներ ստեղծելու ճանապարհ, ոչ թե անվերջ պատերազմից խոսելու, այլ այնպիսի պետություն կառուցելու ճանապարհ, որտեղ պատերազմը բոլորի համար դառնում է ավելի թանկ եւ ոչ շահավետ։ Մեզ պետք է խաղաղություն, որի հիմքում վախը չէ, այլ ուժեղ պետությունն ու ազգային արժանապատվությունը։ Մեզ պետք է անվտանգություն ոչ թե խոսքերով, այլ բանակով, դիվանագիտությամբ, տնտեսությամբ եւ միջազգային աջակցությամբ։ Պետության մեծությունը միայն կռվելու կարողությամբ չի չափվում, այն չափվում է նաև նրանով, թե որքանով է կարողանում իր ժողովրդին հեռու պահել պատերազմից եւ մոտեցնել անվտանգ, խաղաղ ու բարեկեցիկ կյանքին։ Կառուցենք անվտանգ ու բարեկեցիկ պետություն միասին։ Հանուն հանրապետության ընտրիր համար 18։